Շարունակելով նախորդ հարցս ներողություն որպես հարց շարունակություն։ Լավ, տվեք հետո ես։ Այդ ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմումը երբ եք պատրաստ ներկայացնել։ Մենք նշեցինք, որ պատկերացում ունենք, որ առաջկա տարիներին, բայց մենք պետք է պատրաստ լինենք դրա համար։ Այսինքն, այդ ֆորմալ առումով դիմում տալը դա ամենակարճ ուրեմն գործողությունն է, որ կարելի է անել մինչև Եվրամիության անդամակցություն, հա, դիմում գրելը ֆորմալ։ Մինչև այդ մենք պետք է աշխատենք եւ մենք աշխատում ենք տևական ժամանակ, որպեսզի պատրաստ լինենք, եւ որ մենք պատրաստ կլինենք, իսկ այդ ժամանակ մեր քաղաքացին դա իր վրա ինչպես շարունակում է զգալ, այնպես ավելի շատ զգալու է, երբ որ մենք ստանդարտներին ԵՄ պատրաստ կլինենք, այդ ժամանակ մեր քաղաքացին կորոշի, մենք գնում ենք ԵՄ թե ոչ, բայց դրա դա օրինակ ճանապարհների որակն է, դա սպասարկման որակն է, ինչը դուք կարող եք ասել, որ չգիտեմ, օրինակ վիզաների ազատականացումը ավելի շուտ է լինելու, քան անդամակցումը Եվրամիությանը։ Որակը ինչպես, որ նույն տեղում ասֆալտ 3-4 անգամ է։ Եթե դուք ինչ-որ մի տեղում ասֆալտ եք տեսել մի քանի անգամ արվող եւ այն որակյալ ասֆալտը քանդվել է եւ նորն է կառուցվել, ես ձեզ հետ համագործակցությամբ, մի րոպե, ես ձեր հետ համագործակցությամբ դուք կխնդրեմ ինձ կտակ այդ որտեղ են տենց փող լվանում, բայց կան տարբեր ճանապարհներ, հարգելի գործընկերներ, որոնք շահած կազմակերպությունը որակով չի անում եւ այո, մենք չենք ասում դե լավ ոչինչ, թող մեր քաղաքացին այս փողը գնա լցվի ջուրը։ Ասում ենք ոչ, քանդեք եւ նորը սարքեք։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը Դավիթ Խուդանյանը Իսակովի Պողոտան, երբ որ Եվրոպական քաղաքական գագաթնաժողովը պետք է տեղ ունենար, հպարտությամբ նշում էր, որ տեսակ քանի օրում մենք կարողացանք որակյալ ասֆալտ անել ճանապարհահատվածը, անցավ դրանից երևի 1-1.5 ամիս, Իսակովի Պողոտայում քանդել են եւ նորոգման աշխատանքներն իրականացում, իհարկե կառուցապատողի հաշվին, բայց ստացվեց, որ այդտեղ որակյալ աշխատանք չի եղել, որ կառուցապատողը շատ լավ, հնարավոր է, բայց տեսեք, նույն կառուցապատողը քանդել է, որտեղ որակյալ չի արել, թվացել է թե որակյալ է, չէ՞, ենթադրենք։ Դուք նշում եք դա ինչ շրջան էր, երբ որ մենք բարձրաստիճան հյուրեր էինք սպասում, շատ արագ է արվել, այսինքն միգուցե ժամանակների հետ ես ձեզ հետ համաձայն եմ ամբողջությամբ այն առումով, որ որոշ դեպքերում անորակ է, մենք էլ ենք այդ հարցերը բարձրաձայնում, որոշ դեպքեր, բայց դուք չեք կարող համեմատել ժողովուրդ այն ժամանակ, որ Հայաստանից օրինակ գնում էիր Վրաստան, հենց մտնում էիր Վրաստան, ասում էիր, այ հիմա զգում ես, որ ասֆալտ է։ Հիմա շատ դեպքերում հակառակն է եւ ավելի որակյալ է Հայաստանում, քան մեր հարևան երկրներում։ Այնպես որ մենք չենք կարող չնկատել այս ամեն ինչը։ Մարդկանց կյանքի որակը, ինչքան մարդը նոր բնակարան գնում, դա մարդու կյանքի որակի եւ տնտեսական վիճակի, հա ֆինանսական վիճակի բարելավման արդյունք է։ Մենք դա չենք կարող չնկատել։ Եվ ամեն ինչի հետ կապված իհարկե մարդիկ որակապես իրենց վրա առողջության ապահովագրությունը։ Սա եւս ուրեմն ԵՄ նաեւ ստանդարտներ եւ նաեւ պահանջ է, որը մենք արդեն իրականացրել ենք եւ պլանավորում ենք, որ ողջ մեր բնակչությունը լինի հենց առողջության ապահովագրության շահառու։ Սա եւս չէ, մարդիկ վրա չի զգում, ինչից խոսենք կարող ենք այս օրինակը բերել, թե ոնց է քաղաքացին զգում իր վրա այդ փոփոխությունը։ Տիկին Հակոբյան, շարունակելով նախորդ հարցս, դուք տրամադրված եք մինչև 2031 թվականը պաշտոնավարել։ Ամեն դեպքում կառավարության ծրագիրը, դրա շեշտադրումները վկայում են մինչև 31 թվականը պաշտոնավարելու ձեր հանձնարարության մասին։ Իսկ ձեր տպավորությամբ ընդդիմությունը կդիմադրի այդքան, կձգի այդքան մինչև 2031, թե ականատես կլինենք պրոցեսների։ Ուրեմն այն ճգնաժամային շրջանում պատերազմից հետո նախորդ գումարման ազգային ժողովում դուք հիշում եք, որ ձևավորումից հետո ազգային ժողովի շատ կարճ ժամանակ անց սկսվեցին տարբեր պայքարներ, դուրս եկան բոյկոտեցին, գնացին հեղափոխություն անելու, անընդհատ արեցին, տրիգերներ մանեկան եւ ի վերջո չգտան եւ խորհրդարանը ամբողջ իր շրջանը շարունակեց աշխատել եւ նոր ընտրություններ եղան նրա բերումով, որ շրջանը ավարտվել էր եւ օրենքով նոր ընտրությունների ժամանակ էր, այսինքն արտահերթ չէ։ Իսկ մեր խորհրդարանի պատմության ընթացքում մեծ հաշվով ավելի քիչ է եղել են դեպքերը, երբ որ խորհրդարանը մի ամբողջ ժամկետ ուրեմն գործել է։ Եվ այդ ճգնաժամային շրջանում, երբ որ բոլորը սպասում են, որ հեսա կլինեն նոր ընտրություններ եւ ընդդիմությունը հեսա հեղափոխություն կանի, ճանապարհներ էր փակում, չգիտեմ ինչը, քայլելով տարբեր տեղերից գալիս էին, տարբեր կենթանիներ գրկելով։ Այդ շրջանում մի ամբողջ խորհրդարան
աշխատեց։ Հիմա ավելի քան վստահ եմ, որ նույն կայուն ավելի շրջան է, որովհետև արդեն 1 տարի է Հայաստանն ու Ադրբեջանն ունեն նախաստորագրված խաղաղության համաձայնագիր, մենք տարբեր համագործակցություններ ունենք, այդ թվում Ադրբեջանը իր երկիրը որպես տարանցիկ երկիր ապաշրջափակել է Հայաստանի համար, երկաթգիծ եւ այլն տարբեր համագործակցություններ կան, ուղիղ բանակցություններ կան, TRIP-ի ուրեմն նախագիծն է կյանքի կոչվում եւ այս ամեն ինչը ավելի քան ինձ վստահություն է տալիս, որ ավելի կայուն շրջան ենք ունենալու եւ ավելի ուրեմն հիմնավոր է, որ այս շրջանը իհարկե մենք կաշխատենք։ Նրանք ընթացքում հեղափոխություն կանեն, կփորձեն անեն, դուրս կգան փողոց, կաշխատեն, կլինեն նախորդ ընդդիմության նման թույլ տվեք ասել անորակ, որովհետև մենք քաղաքացին է, էլի դա զգացել, որովհետև մենք ընդդիմություն չենք ունեցել տևական ժամանակ, մենք ենք մեզ ընդդիմություն եղել, թե կաշխատեն որպես որակյալ ընդդիմություն, սա մենք կտեսնենք առաջիկայում։ Վարքագծային փոփոխություն նկատում եք Հայաստան դաշինքի մոտ օրինակ։ Այո։ Բացի այն, որ նրանք արդեն սկսել են այս գումարման ընթացքում օգտվել օրինակ սրճարանից ազգային ժողովի, նրանք նաև նիստերի դահլիճում են ներկա, ինչը շատ մեծ առաջընթաց է կարծում եմ, եւ այսինքն նրանց պետք էր առաջնորդում, հա, ուժեղ Հայաստանի առաջնորդումներ պետք, որպեսզի աշխատեն։ Ընթացքում կաշխատեն, թե չէ, դա կտեսնենք։ Օրինակ այսօր, երբ որ կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ Հայաստան դաշինք, ուժեղ Հայաստանը չկար, Հայաստան դաշինքը կար, օրինակ։ Երեք էլ բոյկոտեցին դուրս եկան ուժեղ Հայաստան։ Նրանք մնացին, այո։ Հույս կա։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հիմա կարող է ազատ հեղափոխություն անել, ինչպես օրինակ 2018 թվականին ձեզ հաջողվեց անել։ Օրինակ մասնավորապես ռադիոտուն մուտք գործելու ժամանակ որևէ խոչընդոտի չհանդիպեցիք, իհարկե դռները ջարդելով պետական ռազմավարական կառույց մտնելով։ Հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացին, եթե որոշի հեղափոխություն անել ուզի գա ազգային ժողովի դռները բացել, վստահաբար քրեական գործ է հարուցվելու նրանց վրա։ Հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է հեղափոխություն անել։ Իդեպ փորձել են դարպասները ջարդել, մուտք են գործել ազգային ժողով, ծեծի են ենթարկել ազգային ժողովի նախագահին եւ թողել են ծեծը, որտեղ մտածել են, որ արդեն մահացած է ազգային ժողովի նախագահը։ Նման դեպքեր եղել է եւ բոլորը, այս էլ մեզ հնչող քննադատությունների մի մաս է, որ դեռևս բոլորը պատասխան չեն տվել դրա համար, բոլորը պետք է պատասխան տան։ Ռադիոտուն մուտքը 18 թվականին եթերի համար է եղել, իսկ հիշում եք, որ ամենամարդաշատ հեղափոխությունից հետո ընդդիմության հանրահավաքը եղել է ուրեմն Բագրատ Գալստանյանի ժամանակ, նա էլ գնաց հասավ հանրային եւ ի տարբերություն 18 թվականի իշխանությունների մեր իշխանության օրոք հանրայինում հրավիրեցին նրան ուղիղ եթերում իր ուզած հարցազրույցին։ Տարբերությունը շատ ակնհայտ է, որովհետեւ դռները բացվել են նրա առաջ։ Կտրիչ Ներսիսյան, Գարեգիմբը, այս զուգաձև գործածությունները ինչ ասեմ։ Կաթողիկոսի անվան Կտրիչ Ներսիսյան եւ Գարեգիմբը զուգահեռ գործածումը արդյոք ստիպի ընդդիմությանը այսուհետ չթմթմփացնել սեղանների, երբ որ ինչ-որ պատգամավորի կամ վարչապետի կամ նախարարի կողմից այդ անունը արտաբերվում, այսինքն կոմպրոմիսի եկա։ Դե տեսեք, ընդդիմությունը նման վարքագիծ էր դրսևորում, երբ որ Կտրիչ Ներսիսյանն էր ասում, նրանք պրոտեստ էին, հա, անում, բայց դա կարճ տևեց։ Նախ իրենց ինչ-որ պատի առաջ կանգնացրեցին, որովհետև այսուհետ, եթե նրանք դուրս չգան Կտրիչ Ներսիսյան ասելուց, նշանակում է հետ քայլ են անում։ Կամ պետք է միշտ մենք ասենք Կտրիչ Ներսիսյան, իրենք դուրս գան։ Բայց մենք տեսանք քիչ առաջ, որ վարչապետը որ ասում էր Գարեգիմբը մենք ենք թմթմպացնում, իրենք արդեն Կտրիչ Ներսիսյան ասելուց չէին թմթմպացնում։ Հիմա կտեսնենք ինչ կանեն։ Գիտեք, ինչն է վիրավորական, որ օրինակ անուն ազգանունն ասելուց նրանք թմթմպացնում են, անհամաձայն են դրա հետ, բայց այն, որ նա ունի զավակ, որ KGB գործակալ է, դա իրենց չի հետաքրքրում։ Այդ դեպքում իրենք չեն թմթմպացնում։ Այսինքն որ ասում են կաթողիկոսը ունի զավակ, ասում են կաթողիկոսը ունի զավակ եւ KGB գործակալ է, նրանք չեն թմթմպացնում։ Դրա հետ համաձայն են, բայց երբ որ ասում են Կտրիչ Ներսիսյան, այ դրա հետ համաձայն չեն թմթմպացնում։ Նարեկ Կարապետյանն այսօր ինձ հետ զրույցում ասում է, այսպես վիրավորվում է իր կրոնական համոզմունքները։ Մեր կրոնական համոզմունքներն է վիրավորվել նման հոգևորականներ եւ նման բարձրաստիճան հոգևորական ունենալու
դեպքում եւ բերումով։ Տիկին Չի վիրավորվել, որ Նավասարդ Կճոյանը վարչապետի հետ Նավասարդ Կճոյանին ես իմ տնից չեմ բերել, էլի կներեք, ոչ էլ հեղափոխության ժամանակ ամ էր այդ քայլել, որ ասեք ձեր բանն էր, չգիտեմ, Մարս թիմակիցներ կուսակցական բերեցիք, սարքեցիք arczepiskopos։ Խնդրում եմ, այդ նույն գնացեք նույն Կտրիչ Ներսիսյանին հարցրեք, Նավասարդ Կճոյանի հետ կապված եթե հարցերն եք, ինձ ինչի եք հարցնում դրա մասին։ Բարենորոգման օրակարգը վարչապետը հստակ ասում եմ, իմ կրոնական եւ վարչապետի կրոնական զգացմունքները նույն ձև վիրավորվում է բոլոր այն հոգեվորականների բերումով, որոնք կան, բայց եկեղեցու բարենորոգման օրակարգը մենք վարչապետն էլ հայտարարեց, որ պատրաստ է քննարկել նույն կաթողիկոսի հետ։ Եվ դա նորմալ է, բա ում հետ քննարկի։ Ասում եմ դուք ձերոնցով կամ էլ նստեք որոշեք, իմ հետ եկեք քննարկեք, ժողովրդով, բոլոր պատգամավորներով, տարբեր բաներ է առաջարկում, բա ում հետ քննարկեք բարենորոգման։ Այն հոգեվորականները, որոնք, բարենորոգման ծրագիրը, այո, պատրաստ են քննարկել կաթողիկոսի հետ։ Այո, որովհետև բարենորոգման շրջանակում չի կարող զավակ ունեցողը մնալ կաթողիկոս։ Տիկին Հակոբյան, մի րոպե, դա փաստ է, թե համոզմունք, որ զավակ ունի եւ ԿԳԲ գործակալ։ Հրապարակ օրաթերթից այստեղ չկա լրագրող։ Ես առաջին անգամ հրապարակում եմ կարդացել, որ զավակ ունի։ Այդ զավակի անուն, ազգանունը, ուրեմն աշխատանքի վայրը, մասնագիտությունն էր գրած, ինչը շատ վատ է եւ ինքս էլ հետո երբ որ շահարկվում էր այդ քաղաքացու ուրեմն ով լինելը, ես ինքս օրինակ ուղերձով եմ հանդես եկել, որ չշահարկեն եւ չասեն այդ մարդու տեղը եւ անունը եւ հանգիստ թողեն այդ մարդուն, որտեղ ինչ մեղավոր է, ով է իր հայրը կամ ընդունել է հայրությունը, թե ոչ։ Եվ իրենց հարցրեք մնացածը, իրենցից գիտեմ։ Եթե այսուհետ Կտրիչ Ներսիսյանը անձանունը արտաբերելիս ուժեղ Հայաստանը չթմփփասի, սա արդյոք նշանակում է, որ իրենք ընդունել են խաղի ձեր կանոնները եւ ձեր օրակարգով են։ Կամ էլ ձեռքն են հոգնել, երկու տարբերակ։ Կամ էլ կարող է ձեր օրակարգով չեն շարժվում։ Տիկին Հակոբյան, այսինքն որ Այդ իրենց օրակարգն է դմդմփացնելը։ Ինչ կապ ունի Չթմփասնելու դեպքում որ պահին այսինքն իշխանություններին պետք է հրապարակի գրածը հիմք ճշմարտություն է, որ պահին պետք չէ իրենք վատ լրատվամիջոց են։ Չէ, այդպես չի։ Եթե լիներ Կտրիչ Ներսիսյանի կողմից հերքում, ես նաև կասեի, որ մարդն էլ հերքել է իմ խոսքում, Բայց ոչ էլ հաստատում է եղել, չէ։ Չէ, հերքում չի եղել։ Հիմա եթե ինձ ասեք, բան եմ։ Եթե ինձ ասեք, ես կենտրոնում ունեմ շքեղ բնակարան։ Ես լռեմ եւ անցնեմ առաջ։ Կասեք, ուրեմն ունի։ Եթե ես ասեմ, ես չունեմ, դա կեղծ է։ Դուք արդեն այդ կարծիքը գոնե թե ինչ որ որոշ մասը չի ունենա։ Այդ պայքարը երբ եք սկսելու։ Այդ պայքարը վաղուց սկսած է։ Ո՞ն process է կաթողիկոսի հեռացման։ Այդ process-ը վաղուց սկսված է։ Բայց ինչ որ գործուն քայլեր հիմա իրականացվում են։ Դե հիմա կառավարությունում զեկույց է պատրաստվում, որ ավելի հիմնավոր լինի իրավիճակը եւ process-ները շատ դեպքերում նաեւ այդպես առաջ են էլի գնում։ Բայց process-ը վաղուց է սկսված։